Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Տերուն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Պողոսյան, վերջին օրերին այսպես բավական ուշադիր շատերը հետևում էին այդ մեդիա ֆորում կոչված միջոցառմանը, որը անցկացվում էր Արցախի տարածքում, Շուշիում մասնավորապես, եւ այնտեղ եղան մի շարք հայտարարություններ, որոնք շատ փորձագետների կարծիքով, ընդ որում տարօրինակ է այդ թվում նաեւ ռուսաստանյան փորձագետների կարծիքով նշանակում են, որ Ադրբեջանի նախագահը գոնե անձամբ, այսպես լուրջ դիրքավորվել է հակառուսաստանյան եւ հակապուտինյան այս գծի վրա, բայց դրա հետ միաժամանակ այսօր արտաքին գործերի նախարարը Ադրբեջանի մեկնեց Ռուսաստան, որտեղ ըստ Մարիա Զախարովի պիտի հանդիպում ունենա, կամ եթե արդեն հիմա մինչև ժամը 7-ին դրությամբ չգիտեմ, միգուցե արդեն ունեցել է հանդիպում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովի հետ, հիմա այս երկու իրադարձությունները ինչի համար, այսինքն գծերն են ճշտում, փորձում են հասկանալ ինչ ոնց, մանավանդ որ տեսեք նաև մի տեսակետ կա, որ Մոսկվան փորձում է, այսպես ասած, վերականգնել Ղարաբաղյան հակամարտությունը, որովհետև այլ կերպ իր կարգավիճակը Հարավային Կովկասում այս պահին գոնե չի պատկերացնում։ Շնորհակալություն հրավերի համար, ես երևի վերջից կսկսեմ, ակնհայտ է, որ Արցախի հայաթափումը, էթնիկ զտումը եւ Արցախի հանրապետության ոչնչացումը նոր իրավիճակ է ստեղծել Հարավային Կովկասում, բայց նաեւ էականորեն ազդել է Ռուսաստանի դիրքերի վրա։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը միշտ էլ օգտագործում էր հակամարտությունը որպես, այսպես ասենք, երբեմն ճնշման լծակ, իսկ երբեմն որոշակի աջակցման լծակ, թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի նկատմամբ։ Այնպես որ եւ հիմա բոլորն են խոսում, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի նշանակությունը կամ դերը էականորեն նվազել է։ Բայց դրա պատճառը իմ գնահատմամբ ոչ միայն ռուս-ուկրաինական պատերազմն է եւ այն, որ Ռուսաստանը օբյեկտիվորեն չի կարող շատ ռեսուրսներ հատկացնել Հարավային Կովկասին, այլ որ այլևս չկա Արցախի հանրապետություն։ Ճիշտ ասած վստահ չեմ փորձում է հակամարտությունը վերականգնել թե չէ, կամ նույնիսկ եթե նման ցանկություն կա ինչքանով է դա հնարավոր իրականացնել, առաջիկա գոնե տարիներին ես դրա հավանականությունը մոտ եմ տեսնում 0-ի։ Հիմա ինչ վերաբերում է Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններին, իհարկե գիտեք վերջին 2 տարում կամ լավ 1.5 տարում, սկսած այդ ինքնաթիռի հետ կապված միջադեպից, այսպես հարաբերությունները գնում էին այսպես ասած վերև-ներքև, սկզբում շատ կոշտ հայտարարություններ, հետո մենք տեսանք Դուշանբեում ղեկավարների հանդիպում, որ կարծես հարաբերությունները կարգավորվեցին, բայց մի բան հստակ է, որ Ադրբեջանը հիմա իրեն շատ ավելի ազատ է զգում Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այդ գիծը կա եւ այսպես ասենք նախագահ Ալիևը իրեն թույլ է տալիս բաներ Ռուսաստանի հանդեպ, ընդ որում նաեւ հրապարակային։ Մենք չգիտենք ինչ է կատարում ոչ հրապարակային դաշտում, բայց հրապարակային նախագահ Ալիևը իրեն թույլ է տալիս բաներ եւ արտահայտություններ, որոնք ասենք 10 տարի առաջ դա բարդ էր պատկերացնել։ Ես կասեի ընդհանրապես անհնար էր պատկերացնել, որովհետեւ երևի Ռուսաստանից պարզապես կզանգեին, կասեին տղա ջան, կարող է քո ուղեղում ինչ-որ մի բան այն չէ։ Որտեղ օրինակ նույն նախորդ Շուշիում այդ մեդիա ֆորումին անցյալ տարի էլի չէ, Ալիևը ասաց, որ ես կոչ եմ անում Ուկրաինային, որ չպետք է համաձայնվել օկուպացիայի հետ, չպետք է համաձայնվել, այսպես ասենք, պատերազմի սառեցման հետ, դուք պետք է ձեր բոլոր տարածքները հետ բերեք, ընդ որում բոլորը վերաբերում են նաև Ղրիմին, դեռ մի բան թողնենք, այո, մի բան մոռանանք Դոնեցկ, Լուգանսկ, չգիտեմ, Խերսոն եւ Զապորոժիա։ Եվ տարօրինակ ձևով, եթե Ռուսաստանի արձագանքը նայենք, կարծես 3 էր, որ նախագահի խոսնակը Պեսկովը իրեն ուղղակի հարց տվեցին, որ Ադրբեջանը հայտարարում է, որ պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններով, կոչ է անում Ուկրաինային կռվել մինչև վերջ, չհամաձայնվել օկուպացիային։ Հիմա ո՞րն է Ռուսաստանի դիրքորոշումը։ Եվ Պեսկովը հարկադրված էր ինչ-որ խուսանավական պատասխաններ տալ։ Դե գիտեք ինչ, այս հարցում մենք կատեգորիկ համաձայն չենք, բայց շատ կան մեզ բարեկամ երկրներ։ Այդպես չէ ձևակերպում։ Մենք գտնում ենք, որ Իլհամ Ալիևի դիրքորոշումը սխալ է, բայց դա չի կարող ազդել Հայաստանի, ներողություն, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների։ Որ մենք պրագմատիկ դիրքորոշում ունենք եւ այստեղ մենք դրա հետ համաձայն չենք, մենք կշարունակենք ջանքերը, որպեսզի համոզել եւ այլն։ Ասենք եմ ասում, հիմա 2016 թվականին դժվար է նման բան պատկերացնել։ Ինչը նշանակում է, որ այո, հիմա Ադրբեջանն իրեն շատ ավելի վստահ է զգում, ընդ որում մի շարք պատճառներ կան։ Առաջին այլևս չկա Արցախ։ Կարծում եմ նաև այս բոլոր խոսակցությունները այս հաղորդակցության ուղիների ապաշրջապակման միջին միջանցքի կարևոր դերի
իսկ բոլորս ենք հասկանում, որ անկախ նրանից թե արդյունքում ինչպես այս միջին միջանցքի որ ճյուղը ինչպես կանցնի, բայց եթե խոսքը գնում է կենտրոնական Ասիան առանց Ռուսաստանի եւ Իրանի, Թուրքիան եւ Եվրոպային կապելու մասին, Ադրբեջանը շրջանցել չես կարող։ Այսպես թե այնպես առանց Ադրբեջանի դա չլինի։ Պլյուս Ռուսաստանն եւ Իրանը եւս շահագրգռված են, որպեսզի Ադրբեջանի տարածքով շարունակեն իրենց կապը այդ այսպես կոչված հյուսիս-հարավը։ Եթե նայեք վերջին 2020 թվականի 6 ամիսներին էականորեն ավելացել է Ռուսաստան-Իրան ապրանքափոխադրումը Ադրբեջանի տարածքով եւ Ալիևը հասկանում է, որ դա էլ է լծակ, ընդ որում դա լծակ է նաեւ Ռուսաստանի նկատմամբ։ Հիմա շատ է խոսվում, որ Իրանը պետք է Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով էլեկտրաէներգիա ներմուծի, գազ ներմուծի, իսկ այս բոլոր հարցերում անհրաժեշտ է նախագահ Ալիևի համաձայնություն, այնպես որ այո, առայժմ նախագահ Ալիևը կարող է իրեն թույլ տալ, չգիտեմ, գուցե մի քիչ ոչ եթերային բառ օգտագործենք, լկտի պահել Ռուսաստանի նկատմամբ։ Առայժմ վիճակը այսպեսին է։ Տեսեք, բայց միաժամանակ նաև հենց այդ նույն ֆորումի ժամանակ Ալիևը բողոքեց, մենք երեք էլ ենք այդ մասին խոսել, բայց հետաքրքիր կլինի ձեր դիրքորոշումը, մանավանդ որ ես որքանով որ ես եմ տեղյակ, վերջերս Թուրքիայում եք եղել ու այնտեղ եք խոսել տարբեր թեմաներով ու տարբեր մարդկանց հետ, դժգոհեց, այսպես ասեմ, կամ բողոքեց, եթե հարմար է, նրանից, որ եվրոպացիները չգիտես ինչու իրենց տրամաբանությամբ որպես տարածաշրջանային տրանսպորտային հաբ, որպես բաշխիչ կենտրոն, այսպես ասեմ, դիտարկում են ոչ թե Ադրբեջանը, այ որից խուսափել, ինչպես դուք ասացիք, հնարավոր չէ եւ այլ, Հայաստանի Հանրապետությունը եւ տարակուսանք էր հայտնել այդ դիրքորոշման հետ կապված, քանի որ ինքը այդպես էր ձևակերպել, դե գիտեք, Հայաստանը նման փորձ չունի, այ մենք ունենք, իրենք չունեն։ Եթե իրենք չունեն, ինչու եք այդ խաղադրույքը անում Հայաստանի վրա, նու ինչու են այդ խաղադրույքը անում Հայաստանի վրա եւ ինչի հետ էր կապված այդ հրապարակային դժգոհությունը։ Այո, նախ ասեմ, որ ես հուլիսի 6-ից 9 Անկարայում էի, այդ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում Մյունխենի անվտանգության համաժողովը կազմակերպել էր վերլուծական մեծ գիտաժողով եւ Ապրի Արմենիան առանձին պանելային քննարկման համակազմակերպիչ էր, որի դեպ նվիրված էր հենց հաղորդակցության ուղիների շրջափակմանը եւ նաեւ թուրք գործընկեր կար այդ պանելային քննարկմանը։ Հիմա հաղորդակցության ուղիների մասով, տեսեք, ընդամենը մի քանի նույնիսկ ես կասեի 2-3 շաբաթ առաջ էր, երբ Եվրամիությունը հաստատեց այսպես կոչված այդ հաղորդակցության օրակարգը 2 միլիարդ եվրոյով, որը ենթադրում է էական ներդրումներ, այդ թվում նաև հարավային Կովկասում, ընդ որում դա կապված է նաև եվրոպական ավելի մեծ նախաձեռնության, այդ Global Gateway, բառացի հայերեն թարգմանությունը երևի նույնիսկ դժվարանամ հիմա ասել, որը շատ ավելի մեծ նախաձեռնություն է, նույնիսկ դա միտված է Չինաստանի գոտի ճանապարհ նախաձեռնության ինչ որտեղ հակազդելուն։ Հիմա եթե հետ գանք հարավային Կովկաս եւ ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում ԵՄ դեսպան հայտարարեց, որ իրենք պատրաստվում են որոշակի ներդրումներ անել Հայաստանի ենթակառուցվածքներում, այդ թվում նաեւ պատրաստում են վերականգնել ինչպես Հայաստան-Նախիջևան, այնպես էլ Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերը։ Հիմա, ինչքանով ես եմ Եվրամիության դիրքորոշումը հասկանում, այնտեղ գնալով կասկածներ են խորանում, որ տարանցումը Վրաստանի տարածքով կարող է լինել, այսպես ասենք, ոչ վստահելի։ Դա մենք բոլորս գիտենք, որ առնվազն վերջին 2 տարում Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները էականորեն վատթարացել են։ Լուրջ կասկածներ կան Եվրամիությունում, ինչքանով են մոտ իրականությանը բարդ է ասել, որ Վրաստանը ավելի ու ավելի է շարժվում դեպի ռուսական ազդեցության գոտի։ Շատ նույնիսկ պաշտոնյաներ եւ նաեւ վերլուծական շրջանակներ ուղղակիորեն Վրաստանում իշխող կուսակցությանը համարում են Ռուսաստանի հետ կապված ուժ եւ կա անկանում, որ ինչ որ մի պահի, այսպես ասենք, Ռուսաստանի եւ նաեւ գուցե Չինաստանի հետ այս մերձեցման գործընթացը, եթե ընդունում ենք, որ այդպեսին կա, կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ տարանցումը, այս միջին միջանցքի տարանցումը Վրաստանի տարածքով կարող է դառնալ ոչ վստահելի, գուցե նաեւ ոչ շահավետ։ Եվ այս համատեքստում, եթե դա լինի, ապա իհարկե Ադրբեջանի դերը կարևոր է, սակայն եթե մի բան ընդունենք, որ Վրաստանը այս կամ այն պատճառով այլևս չի կարող առաջատար դեր խաղալ, ապա իսկ ինչպես է նույն Ադրբեջանը կապվելու կենտրոնական Ասիայի հետ։ Իրանի տարածքը դա բացառված է Եվրամիության համար, բոլորս ենք հասկանում, որ այս Իրանի հետ կապված պատմությունը դեռ երկար ջուր է քաշելու։ Կարծում եմ քչերը հույս ունեն, որ մոտ ապագայում ինչ որ մեծ պայմանավորվածություններ կլինեն։ Եվ այս համատեքստում ստացվում է, որ եթե Վրաստանը չի կարող լինել այդ երկրորդ կապող օղակը Ադրբեջանից հետո, ապա այդպիսի կապող օղակ կարող է լինել միայն Հայաստանը։ Բայց այստեղ կա մեկ այլ խնդիր, որ տեսեք, որպեսզի Հայաստանը լինի կապող օղակ, երկու տարբերակ կա եւ տարբեր փորձագետների հետ մենք փորձագիտական հանրույթով շատ ենք քննարկել։ Կա մի տեսակետ, որ վերջին հաշվով
Եթե գործարկվում է բացառապես թրիփը, այդ խաղաղության, միջազգային խաղաղության եւ բարեկեցության թրիփի Թրամփի ուղին, եւ եթե հնարավոր լինի նաեւ ուղղակիորեն Նախիջևանը կապել Թուրքիայի հետ, գիտենք 9-10 կիլոմետր ցամաքային սահման կա եւ դեռ անցյալ տարի պաշտոնապես հայտարարել, որ սկսվել է շինարարություն այդ Կարս Նախիջևան երկաթգծի։ Հիմա շատերը ասում են, որ դեռ կոնկրետ շինարարությունը չէ սկսված, բայց ամեն դեպքում կա երկու շինարարությունը չէր կարող սկսվել, որովհետեւ Թուրքիան փող չունի։ Այո, չնայած այնտեղ տվյալներ կային, որ իբր Ֆինլանդիայի եւ Շվեդիայից ինչ-որ վարկային միջոցներ են ներգրավել, ամեն դեպքում տեսեք երկու տարբերակ է քննարկվում։ Ընդհանուր ես ասում եմ փորձագիտական դաշտում։ Եթե տարանցումը Վրաստանի տարածքով դառնում է ոչ վստահելի, ինչպես կենտրոնական Ասիայից բեռները հասցնել Թուրքիա եւ Եվրոպական միություն։ Ճանապարհ համար 1 բերել Ադրբեջան, այնուհետև թրիփով հասցնել Նախիջևան եւ այնուհետև Նախիջևանից ուղղակիորեն մտցնել Թուրքիա։ Տարբերակ համար 2 այդ բեռները Ադրբեջանից թրիփով հասցնել Նախիջևան կամ եւ այնուհետև Նախիջևանից Հայաստանի տարածքով Թուրքիա կամ կա նաեւ երկրորդ ճանապարհը, այսպես է հյուսիսային ճանապարհը, այսինքն ընդհանրապես մի բան մոռանալ թրիփի մասին եւ բեռները Ադրբեջանից հյուսիսով Ղազախով բերել Իջևան, այնուհետև Իջևանը կապել Գյումրիի հետ եւ ունենալ նույնիսկ շատ ավելի կարճ ճանապարհ, քան թրիփն է, որտեղ եթե համեմատենք նույնիսկ Ադրբեջան թրիփ Նախիջևան Թուրքիա ճանապարհը ավելի երկար կլինի, քան Ադրբեջան Ղազախ Իջևան, այնուհետև Գյումրի 100 կիլոմետրի տարբերություն կա։ Բայց որpեսզի այս երկրորդ կամ երրորդ տարբերակները լինեն, այսինքն կամ բեռները թրիփով Նախիջևանը մտնելուց հետո բարձրանան Երևան, Գյումրի, այնուհետև Կարս, կամ նույնիսկ այսպես ասենք երկու ուղղություն լինի, մեկը թրիփով Նախիջևանով Թուրքիա կամ Նախիջևան Երևան Թուրքիա, իսկ մյուսը այդ հյուսիսային ճանապարհը, այսինքն Ղազախ Իջևան Գյումրի Թուրքիա, այստեղ երկու պարտադիր պայման պետք է լինի։ Ա. Պետք է բացվեն Հայաստան-Ադրբեջան, պետք է բացվի Հայաստան-Ադրբեջան սահմանը, Բ. Պետք է բացվի Հայաստան-Թուրքիա սահմանը։ Ես հետ էի ուզում ձեզ հարցնել, հիմա դուք ըստեյության տրամաբանորեն բերեցիք իմ հաջորդ հարցին, տեսեք, Ուրսուլա ֆոն դեր Լայենը երբ Երևանում էր, ինքը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է ներդրում անել Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում 200 միլիոն եվրոյի չափով եւ պլյուս 2 միլիարդ եվրոյի մոտավորապես այդպիսի թիվ հնչեցրեց տիկին ֆոն դեր Լայենը 2 միլիարդի չափով Նախիջևանից Թուրքիա կապի ապահովման համար։ Այսինքն ըստ էության մենք եկան հարցի պատասխանին Թուրքիան փող ունի թե չունի։ Թուրքիան չունի այդ փողը, Եվրամիությունն ասում է ես կտամ։ Ընդ որում չի հարցնում Թուրքիային, քեզ պետք է այդ փողը թե չի, ասում է ես դնելու եմ, որտեվ ինձ պետք է դա։ Եվ այս այն դեպքերից է, որ Թուրքիան գոնե այս պահին այն վիճակում չէ, որ դիմադրի այդ ներդրումային ծրագրին։ Բայց մյուս կողմից տեսեք դուք նոր էլ ասացիք ու բազմիցս ընդգծել եք, որ Հայաստանը, եթե այս ամենը, այս մեխանիզմը, սխեման, որ դուք հիմա գծեցիք քիչ առաջ, եթե դրանք մոտ են իրականության, Հայաստանը արդեն կարող է որոշակի պահանջներ ներկայացնել, մասնավորապես համաժամանակյա բացում բոլոր սահմանների, չէ՞։ Հիմա Հայաստանը հասել է այն կետին, որ կարա նման պահանջ ներկայացնի, մանավանդ որ հաշվի ենք առնում, այս դեպքում Եվրամիությունը Թուրքիայի վրա ազդել չի կարող, բայց Միացյալ Նահանգները կարող է ազդել բաց սահմանը։ Տեսեք, ես բազմիցս եմ ընդգծել, որ այս պահին մենք գտնվում ենք կարծես արատավոր շրջանում, կարծես ձեր մոտ ենք խոսել, որ մի կողմից Ադրբեջանը փաստացի հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, տարբեր պատրվակներ առաջ բերելով, այս պահին կոնկրետ սահմանադրության փոփոխությունների հետ կապված։ Մյուս կողմից օգտագործում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրի չստորագրված լինելը որպես լծակ թույլ չտալու հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում։ Հիմա այս արատավոր շրջանից ելք կա, թե ոչ։ Ելք կա, փաստացի մենք ունենք այսպես ենք, տեսականորեն կա 3 ելք։ Առաջին Հայաստանը փոխում է սահմանադրությունը, բայց քանի որ ես ինքս միշտ ասել եմ, որ սա ընդամենը պատրվակ է, ես գրեթե վստահ եմ, որ նույնիսկ եթե սահմանադրությունը փոխվի, իսկ մենք բոլորս ենք հասկանում, որ դա շատ բարդ ներքաղաքական գործընթաց է, առաջացնելու հավելյալ հասարակության բևեռացվածություն եւ այլն։ Բայց մի կողմ դնենք դա։ Եթե նույնիսկ Հայաստանում ընդունվի նոր սահմանադրություն, որտեղ չի լինի հղում անկախության հռչակագրին, ես գրեթե վստահ եմ, որ Ադրբեջանը գտնելու այլ պատրվակ եւ չստորագրի խաղաղության պայմանագիրը։ Ես չեմ հիշում քաղաքական գործիչներից, դասական քաղաքական գործիչներից ով էր այդ արտահայտության հեղինակը, ասում էր ես ունեմ սկզբունքներ, եթե դրանք ձեզ դուր չեն գալիս, ես ունեմ այլ սկզբունքներ եւս։ Այո, այլ սկզբունքներ եւս։ Հիմա, հետեւաբար այս առաջի տարբերակը չեն քննարկում։ Հայաստանը փոխում է սահմանադրություն, որտեղ իմ գնահատմամբ դա այս արատավոր շղթան չի ճեղքելու։ Պարզապես Ադրբեջանը այլ բան է պահանջելու։ Մնում է երկու տարբերակ, կամ Ադրբեջանը ստորագրում է խաղաղության պայմանագիր առանց նախապայմանների, որից հետո նաև բացվում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը։ Երկրորդ տարբերակ Թուրքիան է
նորմալացնում հարաբերություններ Հայաստանի հետ, հաստատում է դիվանագիտական հարաբերություններ եւ բացում է սահմանը, առանց սպասելու Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մի բան էլ է ակնհայտ, որ առանց արտաքին ներգրավման այս արատավոր շղթան չի ճեղքվի, որովհետեւ ինձ թվում է նախագահալիև իրեն շատ լավ է զգում այս պայմաններում, ասել որ Թուրքիան էլ սարսափելի տարապում է կոնկրետ սրա համար, չէ, իհարկե այնտեղ լուրջ տնտեսական դժվարություններ կան, վերջին մի քանի տարում տարեկան ինֆլյացիան 30-40-50% է եւ բնակչության մեծ մասը իրոք շատ աղքատ վիճակում է ապրում, բայց ով կարող է լինել այդ արտաքին ուժը, որը կարող է ազդել կամ Ադրբեջանի կամ Թուրքիայի վրա։ Դուք Եվրամիության մասին նշեցիք, իհարկե Եվրամիությունը որոշակի ազդեցության լծակներ ունի, բայց այս հարցում չեմ կարծում, որ մենք կարող ենք շատ մեծ հույսեր ունենալ, հատկապես կարճաժամկետ։ Ավելի շատ այստեղ դերակատար է Միացյալ Նահանգները։ Նախ օբյեկտիվորեն Միացյալ Նահանգները շատ ավելի հզոր ուժ է, երկրորդ այնտեղ կա նախագահ, որը, այսպես ասենք, մի փոքր դուրս է գործում դասական դիվանագիտության օրենքներից։ Նա պարզապես կարող է վերցնել հեռախոսը եւ ասել, սա պետք է արվի, հակառակ պարագայում A, B, G բազմաթիվ կետեր եւ այլն եւ այլն։ Եվ ես կասեի, որ այս պայմանությամբ երևի առավել իրատեսական է առաջին հերթին այս արատավոր շղթան ճեղքել ոչ թե Ադրբեջանից, այսինքն հասնել նրան, որ Ադրբեջանը ստորագրի խաղաղության պայմանագիր, այլ Թուրքիայից։ Հասնել նրան, որպեսզի առանց խաղաղության պայմանագրի ստորագրման հայ-թուրքական սահմանը բացվի։ Ընդ որում դրանից հետո չեմ բացառում, որ նաև խաղաղության պայմանագիրը կարող է արագ ստորագրվել, որովհետև Ադրբեջանի համար ինչ որտեղ որոշակիորեն իմաստազրկվի նաև խաղաղության պայմանագրի չստորագրումը։ Բայց այստեղ կա ժամանակի խնդիր։ Բոլորս գիտենք, որ նոյեմբերին Միացյալ Նահանգներում, այսպես ասենք, այդ միջանկյալ ընտրություններն են։ Ըստ բոլոր հարցումների առնվազն ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն ունենալու են մեծամասնություն։ Չի բացառում, որ Սենատը կիսվի, լինի 50-50, բայց փոխնախագահի ձայնի շնորհիվ հանրապետականները այնտեղ մեծամասնություն պահպանեն։ Բայց նույնիսկ ներկայացուցիչների պալատում դեմոկրատների մեծամասնությունը նշանակում է նախագահ Տրամփի համար մեծ գլխացավանք։ Պարզ է, որ սկսվելու են տարբեր տիպի հետաքննություններ, կապված նաև նախագահի ընտանիքի հարստացման եւ այլն եւ այլն եւ այլն։ Ինչը նշանակում է, որ այսպես ասենք վարչակազմի համար ներքին քաղաքական ճակատում պաշտպանվելը, այդ թվում նաև իրավական հարցերում շատ ավելի կարևոր է դառնալու։ Պլյուս չմոռանանք, որ 2028-ի նոյեմբերին լինելու են նախագահական ընտրություններ եւ Թրամփը չի կարող առաջադրվել։ Հետեւաբար արդեն 2027-ի սկզբից նաև հանրապետականների ներսում է սկսվելու պայքար, իսկ ով է լինելու տեխնացուն։ Եվ գիտեք, տարբեր անուններ կան, J.D. Vance, Marco Rubio, այնպես չի, որ ինձ թվում է այնտեղ ամեն ինչ որոշված է, այսինքն եւ հանրապետականների ներսում կարող է լինել պայքար եւ նաեւ պայքար դեմոկրատների եւ նախագահ Տրամփի միջեւ։ Ինչը նշանակում է, որ արդեն 2027 թվականի սկզբից շատ արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում նաեւ հարավային Կովկաս թրիփ եւ այլն, կարող են որոշակիորեն իրենց նշանակությունը ամերիկյան վարչակազմի համար կորցնել եւ ավելի քիչ ուշադրություն եւ ռեսուրսներ լինեն։ Հետեւաբար իմ գնահատմամբ մենք կամ Միացյալ Նահանգները կամ ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են, որ այս արատավոր շղթան ճեղքվի։ Ընդդեմ նաև չմոռանանք, եթե այս արատավոր շղթան ճեղքվում է, դա Հայաստանին հնարավորություն է տալիս ավելի ճկուն լինել նաև Ռուսաստանի հետ իր հարաբերություններում։ Դա հասկանում են բոլորը՝ թուրքերը, ամերիկացիները, ադրբեջանցիները, ռուսները, կարծում եմ նաև մենք։ Հիմա եւ հասկանալի է, որ դա էլ ըստ տրամաբանորեն բխում է եւ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների շահերից։ Հետևաբար իմ գնահատմամբ առաջիկա 5 ամիսները, իսկ ասեմ նույնիսկ 4 ամիսները, 4 կամ 5 ամիսները բավականաչափ էական դեր են խաղալու, հնարավոր կլինի այս արատավոր շղթան ճեղքել թե ոչ։ Այսինքն սկզբունքորեն ստացվում է, որ հիմա Հայաստանը օգտվելով են իրավիճակից, որ նոյեմբերին այնտեղ Միացյալ Նահանգներում նկատի ունեմ կան ընտրություններ, որ մինչև այդ ընտրությունները նախագահ Թրամփին պետք է եւս մեկ success story, հա, այսպես լավ։ Ես կասեի գրեթե միակ success story, որտեղ հանուն անկեղծության ասենք, որ նախագահ Թրամփի հայտարարությունները, որ ինքը 8 պատերազմ է ավարտել, այսպես ասենք, շատերը դա ընդունում են մեծ վերապահումներով, բայց կոնկրետ Հայաստան-Ադրբեջան հարցում հաջողությունները ակնառու են։ 8-ից 6-ի տեղը չեն գտնում։ Այո։ Պարզապես չեն կարողանում հասկանալ 6-ը որոնք են, հա, որոնք են։ Միգուցե Ալբանիա-Ադրբեջան նաև պատերազմի, հա, 8-ի մեջ էդ էլ է ներառվել, բայց եթե ասենք ավելի լուրջ, այսինքն հիմա Հայաստանը պիտի դիվանագիտական ջանքերը ուղի այն գծով, որ հարգելի պարոն Թրամփ, եկեք այս արատավոր շղթանել ջարդեք մինչև ընտրությունները, հա, որովհետև դա ըստ էության ընտրությունների ժամանակ կարող է 50+1-ի հնարավորություն տալ գոնե կոնգրեսում։ Այո, միանշանակ, ես գիտեմ, որ նաև գաղափար կար, որ օրինակ Թրամփը անկարայում էր եւ նաև նման գաղափար էր շրջանառվում, որ
փորձել համոզել ամերիկացիներին, որպեսզի նաև Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին հրավիրեն Անկարա եւ այնտեղ քառակողմ հանդիպում կազմակերպել Թրամփ, Էրդողան, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարներ եւ փորձել այս արատավոր շղթան կոտրել։ Իհարկե հասկանում ենք, որ դա չստացվեց փաստացի, գուցե նաև պատճառը նա էր, որ այս Ադրբեջանը այս հավասարության մեջ մտցնելը շատ ավելի է վիճակը բարդացնում։ Հետևաբար ես կարծում եմ, որ առաջիկա 4-5 ամիսներին պետք է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել Թուրքիայի միջոցով այս շղթան ճեղքելու համար, ոչ թե միաժամանակ փորձենք ճնշել եւ Ադրբեջանի եւ Թուրքիային, դա մի փոքր էականորեն գործը ավելի է բարդացնում։ Հետևաբար այո, առաջիկա 4-5 ամիսներին կարծում եմ Հայաստանը եւ նաեւ նրանք, ովքեր շահագրգռված են ավելի կայուն հարավային Կովկասով, եւ նրանք, ովքեր շահագրգռված են Հայաստանի առավել մեծ ճկունությամբ Ռուսաստանի հետ հարաբերություններում, պետք է անեն ամեն ինչ, որպեսզի 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված այս առաջընթացը շարունակվի եւ հաստատութենականացվի։ Հակառակ պարագայում վախենամ, եթե ամեն ինչ մնա այնպես ինչպես այսօր, եւ մենք արդեն 2027 թվականի հունվարն ենք, ապա այս արատավոր շղթան կոտրելու հավանականությունը գնալով կնվազի։ Մանևրի մի դաշտի մասին էլ խոսենք, Իսրայելը կառավարության մակարդակով հայտարարեցին, որ ճանաչում են հայոց ցեղասպանությունը, դա այսպես ոգևորության շատ մեծ ալիք բարեբախտաբար իմ խորին համոզմամբ Հայաստանում չառաջացրեց, որովհետև հասկանալի էր, թե ինչու համար է դա արվում, ու դա ընդհանրապես արդարության եւ պատմական արդարության մասնավորապես հետ կապ չուներ, բայց դա հիմա փաստը մնում է, փաստ կառավարությունը հայտարարեց, որ ընդունում է ճիշտ է Քնեսեթում օրակարգում չի էլ ընդգրկվել, իսկ Քնեսեթը առաջիկայում ծրվելու է, որովհետև նորը պիտի ձևավորվի եւ այլն, բայց ըստ էության, տեսեք, տարօրինակ բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, որովհետև սա ցույց տվեց, որ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները քանի գնում այնքան ավելի վատանում են եւ ենթադրվում է, որ ելի են վատանալու կապված Սիրիայում զարգացումների եւ մնացած ամենի հետ եւ այստեղ արդեն Ադրբեջանը բավական բարդ իրավիճակում է հայտնվում, որովհետև Թուրքիայի դեպքում ինքը ունի մեկ ազգ երկու պետություն այդ բանաձևը, Իսրայելը չպատմենք, հա, Իսրայելը Ադրբեջանի համար ինչ կարգի երկիր է։ Ինձ թվում է դա ակնհայտ է մի շարք հիմա այդպես գնելու են երկու քարի արանքը եւ այդ ընտրությունը կարող է ճակատագրական լինել։ Թե ճակատագրական բառը մի քիչ տենց շատ ճոխացրած է։ Այն որ Ադրբեջանի համար արդեն լուրջ խնդիրներ կան, դա փաստ է։ Եթե նայենք Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, կոշտ քննադատություն Իսրայելի հասցեին, ես համենայն դեպս Ադրբեջանը հետևում եմ առնվազն գրեթե մոտ 20 տարի, երբեք չեմ լսել, որ Ադրբեջանից լինի ընդհանրապես քննադատություն Իսրայելի հասցեին, առավել եւս կոշտ։ Միշտ, այսպես ասենք, Ադրբեջանը Իսրայելի մասին խոսում էր շատ վերանվար դրական տոներով։ Ակնհայտ է, որ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները շարունակելու են սրվել, իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք տարբեր քաղաքական ճամբարներից եւ նաեւ վերլուծաբանները հստակ հայտարարում են, որ Թուրքիան ունի բոլոր շանսերը Իսրայելի համար դառնալու Իրանի պես հաջորդ Իրանի գլխացավանք, եւ սա տևելու է տասնամյակներ։ Այս համատեքստում շատ հետաքրքիր վիճակ է ստեղծվում, որտեղ մի կողմից սա բարդացնում է Ադրբեջանի գործը, այդ մանևրելը։ Մինչև վերջերս Ադրբեջանը իդե փորձում էր վաճառել իր Իսրայելի եւ Թուրքիայի հետ լավ հարաբերություններ, ասելով եկեք այստեղ հանդիպենք։ Գիտենք, որ Բաքվում նաեւ օրինակ նույն Սիրիայի հետ կապված որոշակի թուրք-իսրայելական հանդիպումներ եղան։ Այո։ Բայց եթե մի գիծ կա, եթե հարաբերությունները շատ են լարվում, ապա այլևս շատ դժվար է ասել շատ լավ, դե ես երկուսի հետ էլ լավ եմ, եկեք իմ հետ բանակցեք։ Եթե պարզվում է, որ այդ բանակցելու բան կողմերը քիչ ունեն, արդեն երկուսի հետ լավ լինելն երկու կողմից էլ լարվածություն է առաջացնում։ Կարծես թե Ադրբեջանը աշնանաբար մոտենում է այդ կետին, ինչքանով դա կլինի ճակատագրական թե չէ, եկեք սպասենք, իհարկե պետք է հասկանալ նաև ով կհաղթի այս հոկտեմբերի 27-ին նշանակված Կնեսեթի նոր ընտրություններում, ով կլինի Իսրայելի նոր վարչապետ, արդյոք Նետանյահուն, թե օրինակի համար կլինեն Նավթալի Բենետը կամ այլ ուժեր կգան եւ նրանք ինչպիսի քաղաքականություն կվարեն, բայց ընդհանուր առմամբ որ Ադրբեջանի համար սպասվում են բարդ ժամանակներ, դա փաստ է։ Ինչքանով սա կարելի է օգտագործել Հայաստան-Իսրայել ինչ որ մի բան անելու համար, որովհետեւ ակնհայտ է որ վերջին 10-15 տարում մեր հարաբերությունները գրեթե զրոյական վիճակում են։ Սա էլ է շատ բարդ հարց, որովհետեւ մի կողմից տեսեք Իսրայելը Թուրքիայի հետ հարաբերությունները գնալով լարվելու են, բայց հիմա մենք խոսում ենք այն մասին, որ կա հնարավորություն արատավոր շղթան ճեղքել եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները բարելավել։ Եթե Հայաստան-Թուրքիա հարաբերությունները բարելավում են, արժի արդյոք Իսրայելի հետ հարաբերությունները բարելավել են մտնել Իսրայելի հակաթուրքական ինչ-որ process-ների մեջ, գուցե 10 տարի առաջ դա կթվար տրամաբանական։ Հիմա մի փոքր բարդ է ասել, հետեւաբար այստեղ բավականաչափ լուրջ վերլուծության կարիք կա։ Այսպես ասենք, այդպես շատ արագ եւ կոնկրետ պատասխաններ չկան։ Հիմա տեսեք, այս ամենի համապատկերում
ես ենթադրում եմ, որ դուք հետևել եք լրահոսին։ Մի այսպիսի տեղեկատվություն հայտնվեց։ Այս այն մասին է, որ բոլորի հետ լավ կամ վատ լինելու, այդ որ Ադրբեջանն ասում ես բոլորի հետ լավ եմ։ Տեղեկատվություն հայտնվեց, որ այնց այս փուլում, երբ Միացյալ Նահանգներ Իրան պատերազմ է գնում, երբ հարվածները վերսկսվել են արդեն Իրանի տարածքում են խփում, Իրանն է խփում Միացյալ Նահանգների դաշնակիցների տարածքներում տեղակայված ինչ-ինչ օբյեկտների, տեղեկատվություն հայտնվեց, թե Թեհրանը Երևանին առաջարկել է ստորագրել ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Ես ինքս փորձեցի ստուգել այդ փաստի ճշգրտությունը, որևէ տեղ չգտա։ Ենթադրում եմ, որ դա կեղծ էս պահին գոնե, դա անհեթեթություն է, որովհետև պատերազմող երկիրը հարևանին, որը ըստ էության իրեն ձեռք է տալիս, որ ինքը նեյտրալ է այն իմաստով, որ ռազմավարական գործընկերային հարաբերություններ խորացված չունի որևէ մեկի հետ, մեկ էլ հանկարծ նման առաջարկ է անում։ Ըստ որտեղից էր գալիս այդ տեղեկատվությունը։ Տեսեք, որքանով ես եմ տեղեկացված, Հայաստան-Իրան ինչ-որ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մշակում դեռ 2024 թվականից կար։ Գիտենք, որ Հայաստանը բավականաչափ ինտենսիվ տարբեր պետությունների հետ ռազմավարական գործընկերություններ է հաստատում, Միացյալ Նահանգներ, համապարփակ գործընկերություն արդեն 2026-ի մայիս 25 օգոստոսի վերջին Աստանի հետ, եվրոպական երկրների հետ, եւ այս համատեքստում կար նաեւ Իրանը։ Եվ ես չեմ բացառում, որ եթե չսկսվեին այս ԱՄՆ-Իսրայել-իրանական պատերազմները, դրանով նկատի ունեմ դեռ 2025-ի հունիսի պատերազմը, ապա ամենայն հավանականությամբ մենք գուցե արդեն կունենայինք ինչ-որ ռազմավարական գործընկերության հռչակագիր կամ նույնիսկ պայմանագիր։ Հասկանալի է, որ այս պայն քանի դեռ ընթանում է պատերազմ, դրա մասին խոսելը մի փոքր լուրջ չէ։ Հետևաբար իմ գնահատմամբ կողմերը կարող են վերադառնալ այդ փաստաթղթի ստորագրմանը կամ քննարկմանը միայն այն բանից հետո, երբ ոչ միայն ակտիվ պատերազմական գործողությունները դադարեցվեն, այլև գոնե երաշխիք լինի, որ առաջիկա տարիներին չեն վերսկսվելու։ Որտեղ գիտեք, ստորագրվեց 60 օր հուշագիր, բայց դեռ մի ամիսը չանցած արդեն պատերազմը վերսկսվել է։ Այնպես որ իմ գնահատմամբ դժվար թե հիմա Հայաստանը այդ քայլին գնա։ Ինչքանով ես եմ պատկասնում, քանի դեռ կա ակտիվ պատերազմ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև, հաշվառներով ամերիկյան ներգրավվածությունը, եւ մենք նաեւ քննարկեցինք, որ այս պահին միայն Միացյալ Նահանգներն է, որ այս արատավոր շղթան կարող է ճեղքել։ Հիմա շատերին այդ փաստը գուցե դուր չի գա, բայց ունենք այն, ինչ ունենք։ Այս պայմաններում Իրանի հետ հիմա նման համաձայնագրի ստորագրումը ինձ թվում է դժվար թե հաջող գաղափար է։ Ես կարծում եմ, որ ավելի այսպես ավելի խորը բան, խորը գնամ էլի այս թեմայով, ես չեմ կարծում, թե Թեհրանը այս իրավիճակում Հայաստանի նման առաջարկ կաներ ընդհանրապես, որ եկեք հիմա ստորագրենք։ Ես կարծում եմ, որ երևի թե ոչ։ Բայց միաժամանակ իհարկե այսպես ասենք հուսանք, որ մեր իրանցի գործընկերները չեն ցանկանում Հայաստանի համար հավելյալ այսպես ասենք խնդիրներ ստեղծել, հուսանք դա այդպես չէ։ Չեմ կարծում, որովհետև Իրանին Հայաստանը օդու ջրի պետք է հիմա։ Եկեք անկեղծ լինենք։ Որտեղ ճանապարհ է դեպի Վրաստանով Եվրոպա, նաև այդ Պարսից ծոց Սևծով Միջանցքի գաղափարը, որ 2016 թվականի շրջանառվում է, եւ եթե մի այս պատերազմական գործողությունները դադարեցվեն եւ կողմերին հաջողվի հասնել ինչ-ինչ թեկուզ միջանկյալ լուծումների, դա նորից կարող է վերսկսվել։ Նույն այդ Պարսից ծոց Սևծով Միջանցքը։ Հիմա տեսեք, այդ ամենի համատեքստում ես մի քիչ այ ինչ չեմ հասկանում Թեհրանի պարագայում, դա այն է, որ Թեհրանի քաղաքական ղեկավարությունը հոգևորի մասին չի խոսքը, բարբերաբար հայտարարում է, որ իրենք խնդիր չեն տեսնում Թրիփում, Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանը, այսպես մոտավորապես գոնե 10 օրը մեկ ասում է, դե գիտեք ինչ կա, մենք մտահոգված ենք այդ ճանապարհի ճակատագրով, ինչպիսին է լինելու, ովքեր են այնտեղ վերահսկելու։ Այսինքն դրանից հետո ազատություն ռադիոկայանն է դիմում պետդեպարտամենտին, ասում է, ասեք իրավազորության, չգիտեմ, ինքնիշխանության եւ այլն, այնտեղ արդեն, չգիտեմ, արդեն 15-րդ անգամ նույնատիպ պատասխան են ուղարկում, որ Հայաստանի Հանրապետության օրենքների սահմաններում, պաշտպանության ներքո եւ այլն։ Հիմա այս երկակիությունը ես չեմ կարծում, թե Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Հայաստանում ինքնագործունեությամբ է զբաղվում։ Բնականաբար ոչ։ Ես դա բացառում եմ։ Տեսեք, ընդհանրապես եթե նայենք Իրանի արձագանքը Թրիփին 2025-ի օգոստոսից հետո նախագահի աշխատակազմ, Արգոս նախարարություն, այսպես ասենք չեզոք դրական, որ այո, որոշ մտահոգություններ կան, բայց նաև եթե դա կբերի երկարաժամկետ խաղաղության եւ հաղորդակցության ուղիների բացման, Իրանը միշտ կողմ է։ Եվ Իսլամական հեղափոխությունների պահապանների կորպուսի արձագանք, օրինակ նույն նախկին հոգևոր առաջնորդի խորհրդական վելայաթին, որ ինքը 90-ականներին արտաքին գործերի նախարար էր, դեռ 80-ականների վերջից,
հստակ հայտարարություն, որ ոչ, թրիփը նույն Զանգեզուրի միջանցքն է եւ այնտեղ ամերիկյան վարձկանների դիակներ են լինելու եւ այլն։ Հիմա ինչքանով Իրանով զբաղվող փորձագետներն են գնահատում, ընդ որում Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Չինաստանում, Հնդկաստանում, կա անկալում, որ 2026-ի փետրվարի 28-ից հետո Իսլամական հեղափոխությունների պահապանների կորպուսի դերը Իրանի արտաքին եւ անվտանգային քաղաքականության մշակման եւ որոշումների ընդունման գործընթացում էականորեն ավելացել է։ Դա մի տեսակետ է, որը կիսում են Իրանի հարցով գրեթե բոլոր լուրջ փորձագետները։ Այս տրամաբանությամբ, եթե մենք ելնում ենք նրանից, որ ի սկզբանե կորպուսը որոշակի մտահոգություններ կամ կասկածներ ուներ թրիփի հետ կապված եւ հիմա նրանց ազդեցությունը որոշումների մշակման եւ ընդունման վրա էականորեն ավելացել է, ապա ես չեմ զարմանա, որ Իրանի դիրքորոշումը թրիփի հարցում նույնիսկ անկախ պատճառներից կարող է ավելի կոշտանալ։ Այնպես որ եթե խոսենք թրիփի ճակատագրի մասին, եւ իդեպ նաեւ նույն Թուրքիայում եւ նույն Ադրբեջանում էլ իրենց փորձագիտական շրջանակներում մտահոգություն կա, որտեղ ոչ միայն Իրանի դիրքորոշումը կարող է կոշտանալ, մենք նաեւ Ռուսաստանից ավելի ու ավելի, այսպես են կոշտ հայտարարություններ ենք լսում։ Պարոն Օվերչուկը հայտարարեց, որ թրիփը փոխում է 200 տարի հաստատված բալանսը։ Վերջերս փոխարգոս նախարար Գալուզինը հայտարարեց, որ առանց Ռուսաստանի ներգրավման թրիփը չի կարող իրականանալ կամ առնվազն թրիփը կշահի, խոսեց, որ ամեն ինչ պետք է արվի ԵԱՏՄ օրենքների համապատասխան, որ ռուս սահմանապահներ կան, երկաթգծի կոնցեսիա եւ այլն։ Այսինքն մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ թե Ռուսաստանի եւ թե Իրանի դիրքորոշումները թրիփի նկատմամբ կարող են, այսպես ասենք, կոշտանալ։ Եվ դա ասեմ, որ փորձագիտական շրջանակներում, այդ թվում նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում արդեն ստեղծել է մտահոգություններ, որ թրիփի իրականացումը կարող է առնվազն հետաձգվել։ Այնպես որ այս մտահոգությունը կա, որ պայմանավորված Ռուսաստանի եւ Իրանի դիրքորոշմամբ թրիփի իրականացումը շեշտում է ոչ թե Հայաստանի դիրքորոշմամբ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը փորձում է ամեն ինչ շատ արագ անել։ Կարծես այսօր կառավարության նիստում պետք է այդ համաձայնագիրը հաստատվի, ուղարկվի սահմանադրական դատարան, նոր խորհրդարանը վավերացնի եւ մտնի ուժի մեջ։ Բայց արդեն հաստատվել։ Բայց կա փորձագիտական շրջանակներում մտահոգություններ, որ թրիփի իրականացումը կարող է հետաձգվել պայմանավորված Ռուսաստանի եւ Իրանի դիրքորոշմամբ։ Նման մտահոգություններ կան։ Դե պարոն Գալուզինին կարելի նաև հիշեցնել, որ Ռուսաստանի դիրքորոշման պատճառով 300 տարի չեզոք եղած Շվեդիան դառավ ՆԱՏՕ-ի անդամ։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում։ Հաջողություն եւ համբերություն բոլորիս։